տեսա, որ այսօր կալուգացու զարմիկը ինձ անվանել է ոչ ավել ոչ պակաս հարևան երկրի ներկայացուցիչ։ Եկեք անալիզի ենթարկենք մեղադրանքն ու մեղադրողին։ Ուրեմն ես, ի տարբերություն կալուգացու, ունեմ եւ միշտ ունեցել եմ միայն մեկ երկրի քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության։ Ասեմ ավելին, ի տարբերություն նույն կալուգացու զարմիկի էլ ոնց որ թե ունեմ եւ ունեցել եմ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որովհետև ըստ հրապարակումների, ըստ հրապարակված պաշտոնական փաստաթղթերի Ռուսաստանի, նա հանդիսացել է կամ հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի։ Եվ հետեւաբար ի տարբերություն իրենց, ես կարող եմ լինել միայն Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ի բնե, որովհետև ես ունեմ մի հայրենիք, միշտ ունեցել եմ մի հայրենիք։ Հաջորդը, երբ որ ժամանակը եկել է, ես ի տարբերություն կալուգացու զարմիկի եւ իր 3 եղբայրների ծառայել եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Ես չեմ փախել, ես չեմ ազատվել, ես փող չեմ տվել, ես ոչ մի բան չեմ արել։ Ես գնացել եմ եւ ծառայել եմ, իմ պարտքը կատարել եմ։ Եվ ամենավերջինը, ես հասկանում եմ իհարկե, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը երևի ժամանակ չի ունեցել դաստիարակել իր որդուն եւ նրանց սովորեցնել, որ մարդկանց չի կարելի հանիրավի մեղադրել եւ զրպարտել, բայց ես այդ բացը կլրացնեմ։ Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե իհարկե նա չվախենա եւ գա ազգային ժողով։ Սպասում եմ։ Ավելին իմանալու համար հետևեք մեզ։